Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 21-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է կիբերանվտանգության մասին հանրային տեղեկությունների մասին եւ հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը։ Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծը լրամշակվել է պատգամավորների եւ կառավարության առաջարկների հիման վրա։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցությունը ներկայացրել էր 5 առաջարկ, որոնցից 3-ը վերաբերում էին կիբերանվտանգությանը, 2-ը տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնին։ Կառավարությունն իր հերթին ներկայացրել է մի շարք փոփոխություններ, որոնք հանձնաժողովը դիտարկել է աշխատանքային կարգով։ Զեկուցող բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է. Օրինակ հարակից օրենքների փաթեթով ներկայացվել է ազգային անվտանգության մարմինների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է, որ նշված ոլորտներում կիբերանվտանգության ապահովման մասով նույն լիազորություններն ունենալու է ազգային անվտանգության մարմնում ձևավորվելիք կիբերպաշտպանության ազգային կենտրոնը National Cyber Defense Center, որպես կառուցվածքային ստորաբաժանում։ Վերնշված ենթադրում է, որ մենք կիբերանվտանգության ապահովման միասնական համակարգ ենք ներդնում եւ կիբերանվտանգության ապահովման տեսանկյունից չկարգավորվող որևէ ոլորտ պարզապես չի լինելու։ Առաջարկներից մեկն առնչվում էր նոր ձևավորվող տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի կազմին։ Առաջարկվում էր 6 անդամի տարբերակը, ընդդիմությանն ամրացված 1 քվոտայով, սակայն Արծվիկ Մինասյանի առաջարկով հանձնաժողովը դիտարկել է 5 անդամանոց կազմը եւ տվել դրական եզրակացություն այդ տարբերակին։ Ըստ այդմ կազմակերպման փուլում հանձնաժողովի նախագահը կընտրվի 5 տարով, կառավարության առաջադրած 2 անդամները 4 եւ 3 տարով, իսկ իշխող եւ ընդդիմադիր խմբակցությունների թեկնածուները 2-ական տարով։ Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ պետական турքի վերաբերյալ նախագիծը։ Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը ներկայացրել է տվյալներ ոչ նյութական վնասի հատուցման պահանջներով դատական գործերի վերաբերյալ, նշելով, որ վերջին տարիներին դրանց քանակը տատանվել է 11-ից 42-ի շրջանակում։ Ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտի գործարկման համար դատական դեպարտամենտից ստացվել է տվյալներ այն մասին, որ վերջին տարիներին առաջնահերթային ընդհանրավետության դատարաններում քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հատվածով նախատեսված կարգով ոչ նյութական վնասի հատուցման պահանջով ունենք հետևյալ պատկերը։ 21 թվականին ներկայացրել է շուրջ 26 քաղաքացիական գործ, 22 թվականին 42 քաղաքացիական գործ, 23 թվականին 11 եւ 24 թվականին 28 քաղաքացիական գործ։ Դրանց համադրմամբ ընդհանուր առմամբ ներկայացված հայցադիմումների համար գանձվել է համապատասխանաբար 102,000, 335,000, 1,68,500 եւ 139,000 դրամ պետական տուրք։ Այս հիմնավորմամբ նախագիծը խմբագրվել է եւ եթե մենք նախկինում նախատեսում էինք, որ ոչ նյութական վնասի հատուցման հայցադիմումներով փաստացի անձանց հայցադիմումի վճարումը պետական տուրքի նախատեսված էր արտոնություն հետաձգման ձևով, ապա այժմ նախագիծը խմբագրվել է եւ մենք նախատեսում ենք արտոնություն հենց փաստացի турքի ազատման ձևով։ Այս նախագիծը եւս ստացել է դրական եզրակացություն։ Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է նաեւ քրեական օրենսգրքի 443 եւ 444-րդ հոդվածներում փոփոխություններ նախատեսող նախագիծը, որոնք վերաբերում են ապօրինի հարստացմանը եւ հայտարարագիր չներկայացնելու կամ կեղծ տվյալներ ներկայացնելու համար նախատեսվող պատասխանատվությանը։ Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը նշել է, որ փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել է, երբ ներդրվել է ֆիզիկական անձանց տարեկան հայտարարագրման ինստիտուտը։ Այս փոփոխությունները միտված են նրան, որ տարակերպ մեկնաբանությունների արդյունքում, քանի որ օրենսդրական տարբեր փոփոխությունների արդյունքում տարբեր հայտարարագրերի ձևաչափեր եւ տարբեր հայտարարագրերի տեսակներ են ներդրվում, դրանք չհավասարեցվեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով պաշտոնյաների կողմից ներկայացվող հայտարարագրերին եւ այդ հայտարարագրերի ներկայացման կամ չներկայացման հետ կապված որոշակի խնդիրների դեպքում քրեական պատասխանատվության չհանգեցնեն նշածս 444 եւ նաեւ ապօրինի հարստանալու 443 հոդվածներով։ Նիստում քննարկվել է նաեւ Հայաստան խմբակցության հեղինակած քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին հայտարարության նախագիծը։ Հիմնական զեկուցողը Լիներ Վարդանյանը շեշտել է դրա ընդունման հրապարակայնությունը, սակայն պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ նախագիծը լրացուցիչ արժեք չի հաղորդում քննարկմանը, ընդգծելով, որ Հայաստանում ժողովրդավարության հետ նահանջի նախադրյալներ չի տեսնում։ Զեկուցողի առաջարկով հարցի քննարկումը հետաձգվել է մինչև 2 ամիս ժամկետով։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։